Во время работы послышался моментально какой-то страшный треск, обвалилось это все, но дети не испугались. Պատանի բնագետների ակումբի դասաժամին էր։ Առաստաղը ճաքել էր, բայց աշակերտները շարունակել էին աշխատել։ Տնօրենն անհանգստացել էր, անմիջապես ահազանգել էր նախ դպրոցի խորհուրդ, ապա արտակարգ իրավիճակների նախարարություն։ Մտահոգվելու պատճառ կար։ Անցած տարի ուսումնասիրվել էր թիվ 5 դպրոցի շենքը եւ գնահատվել երկրորդ կարգի վթարային։ Շենքն այժմ առաջնահերթ վերանորոգման ենթակա դպրոցների շարքում է։ Այս հսկայական դպրոցը չունի հանդիսությունների սրահ, վթարային վիճակում է, չունի սպորտ դահլիճ, վթարային վիճակում է։ Մենք տաք եղանակին դրսում ենք անցկացնում, իսկ ցուրտ եղանակին միջանցքում, շենքի ներսում, դասարանի մեջ։ Ահազանգից անմիջապես հետո արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները եկել, տարածքն ուսումնասիրել են եւ վթարային հատվածը ժապավենով առանձնացրել։ Տոնական զարդերով սենյակներն ու էկոտոնածառը մնացել են ժապավենից այն կողմ։ Աշակերտները պատրաստվում էին տարեվերջյան միջոցառման, բայց ստիպված էին թողնել ամեն ինչ եւ տեղափոխվել անվտանգ վայր։ Տեղավորել ենք ֆիզիկայի կաբինետում, գրականության կաբինետում, կենսաբանության, մաթեմատիկայի կաբինետներն ենք օգտագործել, վստահանալով, որ պիտի որ անվտանգ լինի երեխաների վիճակը։ Տնօրենն առաջարկում է գարնանային արձակուրդի եւ շաբաթօրերի հաշվին աշակերտներին տուն ուղարկել եւ այդ ընթացքում ամրացնել շենքը։ Առայժմ տնօրենի հետ միայն ուսուցիչներն են համաձայն։ Վթարային շենքի փլուզման վտանգը մասնագետները դեռ չեն գնահատել։ Որոշակի նախնական ուսումնասիրություններ արդեն տեղի ունեցել են։ Կրթության նախարարությունից ներկայացուցիչ եղել է տեղում, ուսումնասիրել են, բայց դեռ որոշակի ինչ-որ հիմնավոր բան չեն կարող ասել։ Ժամանակավոր փակ դասասենյակների պատերի եւ առաստաղների ճեղքերը դեռ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի։ Եթե տնօրենի մտավախությունը հաստատվի, աշակերտները վաղաժամկետ արձակուրդ կգնան, որպեսզի շենքը վերանորոգվի։ Թերեզա Կադաևչյան, Հայարփի Միքայելյան, ժամը լրատվական։